Ծնվելով Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իլոն Մասկը դեռևս մանկուց հետաքրքրվում էր գիտաֆանտաստիկ գրքերով, տիեզերքով, համակարգչային տեխնիկայով և տեխնոլոգիաներով։ Հասակակիցները նրան անվանում էին լուսնի վրա թափառող տղա, նրա երազանքները բոլոր տարիքներում կապված են եղել տիեզերքի և տեխնոլոգիաների հետ։ 10 տարեկանում նա համոզում է իր ծնողներին իր համար գնել Commodore VIC-20 համակարգիչը, որն ինքնուրույն ուսումնասիրելով 12 տարեկանում կոդավորում է Blastar կոչվող խաղը և վաճառում այն $500 $. Դեռևս դեռահասության տարիքում արդեն հասկանում էր, որ Հարավային Աֆրիկայում նա չէր կարող հասնել հաջողությունների։ Նրա երազանքը մեկն էր՝ հայտնվել Սիլիկոնյան հովտում, որն ինչպես ինքն էր հետագայում նշում, իր համար մի առասպելական վայր էր։ Երբ Մասկը 18 տարեկան էր եւ պարտադիր ծառայության ենթակա, երկրում եվրոպացիների կողմից իրականացվում էր ապարտեիդի քաղաքականություն։ Մասկը չցանկանալով մասնակիցը դառնալ հազարավոր սևամորթերի նկատմամբ իրականացված բռնաճնշումներին, 1989 թվականին օգտագործելով նոր կանադական արմատները տեղափոխվում է այնտեղ, ինչն ավելի կհեշտացներ ԱՄՆ մուտքը։ Կանադայում նրան սպասում էր Քուինսի համալսարանը, որտեղ սովորում է մինչև 1991 թվականը։ Այստեղ նրա մոտ ձևավորվում է անձնային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են խնայողությունը, ինքնուրույնությունը և ամուր կամքը։ Քուինսի համալսարանում 2 տարի սովորելուց հետո տեղափոխվում է ԱՄՆ, Փենսիլվանիայի համալսարան, որտեղ նա ստանում է միանգամից 2 մասնագիտություն՝ ֆիզիկա և տնտեսագիտություն։ ԱՄՆ-ում ստացած կրթությունը նրա առաջ բացում է մեծ հեռանկարներ դեպի իր երազած տեխնոլոգիաների աշխարհ, մասնավորապես Սիլիկոնյան հովիտ։ 1996 թվականին Իլոն Մասկը իր եղբոր Կիմբալ Մասկի հետ միասին հենց Սիլիկոնյան հովտում հիմնում է ZIP2 համացանցային տեխնոլոգիական ընկերությունը, որը զբաղվում էր ընկերություններին քաղաքային ուղեցույցներ և քարտեզներ տրամադրելով։ 1999 թվականին եղբայրներն ընկերությունը վաճառում են Compaq Computersին $307 միլիոն։ Սա դառնում է Մասկի առաջին մեծ ֆինանսական հաջողությունը։ 2000 թվականին Մասկն ամուսնանում է կանադացի գրող Ջասթին Վիլսոնի հետ, ում հետ ծանոթացել էր դեռևս Քուինսի համալսարանում սովորելու տարիներին։ 2004 թվականին ծնվում են նրանց երկորյակ տղաները, իսկ 2006-ին ծնվում են եռակ տղաներ։ Այսպիսով 8 տարվա համատեղ կյանքի ընթացքում Ջասթինը և Մասկն ունենում են 5 երեխա։ 1999 թվականին Իլոն Մասկի կողմից հիմնադրվում է X.com-ը, որպես առցանց ֆինանսական ծառայությունների և էլեկտրոնային վճարումների ընկերություն։ Կարճ ժամանակ անց ընկերությունը ինտեգրվում է Confinity ընկերության հետ, որի մի մասը դարձավ PayPal, դառնալով աշխարհի առաջատար առցանց վճարային համակարգը։ 2002 թվականին eBay-ը գնեց PayPal-ը $1.5 միլիարդ, ինչը Իլոն Մասկին դարձեց բազմամիլիոնատեր և ամրապնդեց նրա դիրքը տեխնոլոգիական ոլորտում։ PayPal-ի վաճառքից ստացած գումարի մի մասով Մասկը հիմնում է SpaceX-ը, բացում առաջին կենտրոնակայանը Կալիֆոռնիայում։ Իր ողջ գործունեության ընթացքում նա ունեցել է բազմաթիվ ձախողումներ։ Falcon 1-ի նախնական 3 փորձերը 2006-ից 8 թվականներին, Falcon 9-ի 15 թվականի առաջին փորձը, Starship-ի նախնական փորձարկումների պայթյունները նրան չեն հիասթափեցրել, եւ նա կրկին նախագծել ու տիեզերք է ուղարկել ավելի նորարար ու հզոր հրթիռներ։ 2008 թվականի սեպտեմբերի 28-ին Falcon 1-ի եւ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Starship հրթիռի 5-րդ հաջող փորձարկումները իսկական հեղաշրջում էին մարդկության տիեզերագնացության պատմության մեջ։ Այսօր SpaceX-ը համարվում է աշխարհի ամենաառաջատար տիեզերական ընկերություններից մեկը իր վերաօգտագործվող հրթիռներով։ Տեսլայի հիմնադրումից 1 տարի անց 2004 թվականին Մասկը միացել եւ առ այսօր գլխավորում է ընկերությունը։ Այն հիմնադրվել է որպես էլեկտրական ավտոմոբիլների եւ կայուն էներգիայի լուծումների առաջատար ընկերություն։ Այն արտադրում է էլեկտրական մեքենաներ, մարդկոցային լուծումներ եւ արևային էներգիայի համակարգեր։ Իլոն Մասկի համար Տեսլան համարվում է ոչ միայն տեխնոլոգիական նվաճում, այլև նրա տեսլականի կանաչ ապագայի իրականացումն աշխարհում։ Starlink նախագիծը առաջադրվել է Իլոն Մասկի կողմից, որպես SpaceX ընկերության նոր գլոբալ նախաձեռնություն։ Starlink-ի հիմնական նպատակն է ապահովել բարձր արագության ինտերնետ մուտք ամբողջ աշխարհում, այդ թվում հեռավոր, դժվար հասանելի եւ ինտերնետ չունեցող համայնքներում։ Նախագիծը պաշտոնապես ներկայացվել է 2015 թվականին, իսկ առաջին փորձնական արբանյակներն արձակվել են 2018-ին։ Սարվում է տիեզերքում ցածր երկրային ուղեծրում տեղակայվող հազարավոր փոքր արբանյակների միջոցով, որոնք կապ են ապահովում հատուկ ընդունիչներով, արբանյակային ալեհավաքներով։ Իլոն Մասկի անձնական կյանքում հաջորդ քայլը 2018 թվականին երգչուհի Գրամսի հետ ծանոթությունն էր։ Նրանց միավորել էր տեխնոլոգիաների, արվեստի եւ ապագայի նկատմամբ ունեցած նման գաղափարները։ Նրանք պաշտոնապես չեն ամուսնացել, սակայն միասին ունեցել են 3 երեխա։
Neuralink ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում Իլոն Մասկի և 8 այլ մասնագետների կողմից։ Ընկերության ստեղծման գլխավոր նպատակներն են եղել մարդկանց մոտ բուժել լուրջ նյարդաբանական հիվանդություններ, ստեղծելով մարդու ուղեղը համակարգչին միացնող տեխնոլոգիա, որոնք կվերականգնեն կորցրած զգայական կամ շարժողական ֆունկցիաները, ինչպես նաև արհեստական բանականության անխուսափելի գերազանցումը։ OpenAI-ը ամերիկյան արհեստական բանականության հետազոտական և տեխնոլոգիական ընկերություն է, որը ստեղծվել է 2015 թվականին։ OpenAI-ի նպատակն է ստեղծել անվտանգ և օգտակար արհեստական բանականություն, որը կնպաստի ամբողջ մարդկության զարգացմանը։ Տեխնոլոգիական ընկերության գլխավոր նախագծերն են ChatGPT-ն, DALL-ին, Grok-ը, Codex-ը, Whisper-ը և այլն։ The Boring Company-ն հիմնադրվել է 2017 թվականին Իլոն Մասկի կողմից ճանապարհային խցանումների խնդիրը լուծելու նպատակով։ Այն քաղաքային տրանսպորտի թունելային համակարգի նախագիծ է, որը միաժամանակ համարվում է եւ ինժեներական փորձ եւ ապագայի տեսլական։ Այնպիսի մի աշխարհ, որտեղ երթևեկությունը տեղի ունենում ոչ թե մակերևույթին, այլ քաղաքի ներքևում։ Իլոն Մասկի համար այս ընկերությունը պարզապես բիզնես չէ, նա այն դիտում է որպես քայլ դեպի ապագա քաղաքների ձևավորում։ Իլոն Մասկի Մարսի գաղութացման գաղափարը նրա ամենամեծ ու երկարաժամկետ նախագծերից է։ Այն կապված է իր հիմնած SpaceX ընկերության առաքելության հետ։ Ամերիկաբնակ հարավաֆրիկացի ինժեներ եւ ձեռնարկատեր Իլոն Մասկի կյանքի տարեգրության մեջ շատ ոսկյա տառեր են մակագրվել։ Նա պարզապես միլիարդատեր չէ։ Նա ունի տեսլական ապագայի մասին, որին հավատում է եւ ամեն օր աշխատում է այդ ապագան կառուցելու համար։ Նրա պատմությունը հիշեցնում է, որ մեծ փոփոխությունները սկսվում են համառությամբ, փորձով ու կրքով։ Ով գիտի, միգուցե հաջորդ մեծ հեղափոխությունը հենց քեզնից սկսվի։